Ինչպես գիտենք, տեղի ունեցել Հայաստան-Վրաստան խաղը, որը մենք ցավոք պարտվեցինք, բազմաթիվ երկրպագուներ էին եկել Հայաստան, այդ շարասյունը ականատես եղանք բոլորս, ու ցավոք պետք է արձանագրեմ, որ այս առումով եւ շատ մեծ ամոթ եմ զգացել, երբ տեղեկություններ տարածվեցին, հատկապես վրացական սոցիալական ցանցերի սեգմենտում, որ Հայաստանում իրենց պետհամարանիշներն են գողացել ու պահանջել են դրա դիմաց գումար, այ հենց հիմա ուզում եմ կարդալ նաեւ այն, ինչ տարածվում է այսօր ու քննարկվում է ակտիվորեն վրացիների կողմից, դեռ 24 ժամ չի անցել, ինչ մենք մտել ենք Երևան եւ կյանքում առաջին անգամ նման բանի ենք հանդիպում, մեքենայի համարանիշներն են գողացել, թողել են տելեգրամյան ալիքի համարը, հասցեն գրել ենք, պահանջում են մեզնից գումար, որ վերադարձնեն մեր համարանիշները եւ առանց այդ համարանիշների մենք չենք կարող վերադառնալ Վրաստան, նշում են օգտատերերը ու ասում, որ դիմել են ոստիկանություն, օրենքի լուրջ խախտում այստեղ սա չեն համարում, իրենք ուշանում են եւ հնարավոր է որ ընդհանրապես չգանք այս մոտակա ժամանակները, այսինչ երկիր է, այսինչ քաղաք է, առաջին անգամ ենք նման բան տեսնում, նման բան լսում, որ գողանան համարանիշները գումար պահանջելու համար եւ իհարկե վրացական համարանիշներն են գողանում, դե հայկականին հո ձեռք չեն տալիս։ Դե բնականաբար դու չես կարող բացատրել, որ նաեւ հայկականն է սա տարածված երևույթը Հայաստանում ու նշում եմ, որ ինչ կլինի, ինչ պատկերացնում եք, եթե հայկական կողմից հայերը գան Թիֆլիսում հանգստանալու կամ ծով մեկնելու նպատակով ու այստեղ իրենց պետհամարանիշները գողանան, դրա դիմաց գումար վաստակեն ու պահանջեն, սա շատ պախարակելի երևույթ է, որովհետև սա ազգային արժանապատվության խնդիր է, երկրի հեղինակության խնդիր է, մեր հասարակության նկարագրի խնդիր է, туриզմի ոլորտին է այս ամենը խփում։ Եվ եթե մարդիկ, որոնք դա անում են, չեն հասկանում, ապա պատկան մարմինները գոնե պետք է սա հասկանան ու համապատասխան միջոցները ձեռնարկեն, շատ խիստ սա հետաքննեն, գտնեն, դատապարտեն, որովհետև սա լուրջ հարվածում է թե Հայաստանի հեղինակությանը եւ թե туриզմի ոլորտին։ Թերս այսքանն էի ուզում ասել այս խաղի կապակցությամբ։